Անցյալից ներկա 20-րդ դարասկզբից մինչև 1970-ականներ Հայաստանի ազգային պատկերասրահի արդիականացված ցուցասրահներն ազդարարում են մշտական ցուցադրությունների վերադարձը։ Ժամանակակից ցուցասրահները զարդարում են պատկերասրահի 4-րդ հարկը։ Այցելուները կտեսնեն Մարտիրոս Սարյանի, նրա վառ դպրոցի ներկայացուցիչների, նաև ձնհալային շրջանի ստեղծագործողների Նանա Գյուլի Քեխվյանի, Երանուհի Ալստամազյանի, ապա Սուրեն Սաֆարյանի, Սարգիս Մուրադյանի, Անատոլի Պապյանի եւ այլ հայտնի ստեղծագործողների վրձնագոհարները։ Ընդհատվել է հենց 70-ական թվականների ստեղծագործողների վրա, իհարկե շատ սեղմ եւ շատ նեղ ձևով ներկայացնելով, քանի որ մեր ցուցադրատարածքները իրականում հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ ներկայացնելու եւ շարունակելու այն գիծը, որ մենք պատկերացնում ենք, այսինքն ամբողջությամբ ոչ միայն հասցնելու մինչեւ 90-ական թվականներ, այլև հետ անկախության տարիների ամբողջական արվեստը ներկայացնելու, այսինքն այս առումով այստեղ ինչ որ առումով թելը կտրվում է։ Ընդարձակ լուսավոր ջերմախոնավային համակարգով հագեցած այս ցուցասրահներում գեղանկարներից բացի մշտական ցուցադրության են ներկայացված նաև նույն ժամանակաշրջանի քանդակագործների Արա Սարգսյանի, Նիկողայոս Նիկողոսյանի, Արշամ Շահինյանի, Սարգիս Բաղդասարյանի եւ այլ երևելիների գործեր։ Մարգարիտա Խաչատրյանն ընդգծում է, կերպարվեստի եւ քանդակագործության լավագույն նմուշները արվեստասերին ներկայացնելու համար պարբերաբար բացվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ։ Ներկա պահին կարող եմ նշել, որ ցուցադրվում է հայ քանդակագործության մեջ լավագույն ստեղծագործողներից Սամվել Ղազարյանի ցուցահանդեսը, որը ամփոփում է նրա կարծես բոլոր արվեստի ամբողջ փուլերը եւ լիարժեքորեն ներկայացնում նրա արվեստը։ Նորաբաց ցուցասրահներում ներկայացված է ավելի քան 300 ստեղծագործություն։ Մարգարիտա Խաչատրյանը նշում է, կարևոր է հայ մշակույթի գլուխգործոցներն արվեստասերին նաև գրագետ ներկայացնելը։ Ի տարբերություն նախորդ տարիներին արված ցուցադրությունների, որոնցում ավելի շատ գերակշռում էին ուղղակի մենագրական ցուցադրությունները, մատնանշելով ավելի շատ հայ նկարիչներին առանձին, մի փոքր կոնտեքստից կտրված, այս պարագայում 5-րդ հարկից սկսած սրահ ներկայացվում է մասնագիտական, գիտական այն գիծը, որ հայկական կերպարվեստը պետք է ներկայացնել համաշխարհային արվեստի իբրև մի մասնիկ։ Ներկայացված արվեստի գործերն այցելուներին կտանեն 20-րդ դարի սկիզբ, պատմելով այդ օրերի իրողությունների մասին։ Պատկերասրահում հույս ունեն, ցուցասրահներն այցելուների պակաս չեն ունենա, կտավների ու քանդակների խոսուն լռությունը պարբերաբար կխախտեն դպրոցականների, ուսանողների, արվեստը սիրող գնահատողների ջերմ ու հիացական արձագանքները։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։